Տրամպը կանաչ լույս չի տվել Իսրայելին հոգևոր վերջախավի ոչնչացման հարցում։ Տեսեք, որն է խնդիրը։ Սա շատ բարդ մի իրավիճակ է, մենք պետք է փորձենք ապարս բացատրել մեր ունկնդիրներին, որոնք ինձ թվում է իրենք էլ են լավատեղյակ։ Տեսեք, խնդիրը որն է։ Տրամպը ուզում է Իսրայելի ձեռքով վախացնել Իրանին, որպեսզի Իրանը վերադառնա միջուկային գործարքին, բայց Իսրայելը ուզում է ԱՄՆ-ին ներքաշել ավելի լայնածավալ կոնֆլիկտի մեջ Իրանի հետ, չթողնել, որպեսզի Իրան արևմուտք հարաբերությունները բարելավեն, որովհետև այդ ժամանակ Իրանը կուժեղանա, սանկցիաները կհանեն, տնտեսությունը կուժեղանա, բանակը կարող է արդեն դառնալ նորարարական տեխնոլոգիաներով զինվող բանակ, ինչպես Սաուդյան Արաբիայինն է։ Այլևս Իրանը այնքան թույլ չի լինի, որ Ադրբեջանը մատ թափ տա Իրանի վրա։ Դրա համար Ամերիկային ձեռնտու չի Իրանի ոչնչացումը լիովին, ինչպես ուզում է Իսրայելը, կամ լիովին թուլացումը, որովհետև տարածաշրջանում այդ ժամանակ Իսրայելը էլ ԱՄՆ-ի կարիքը չի ունենա, կամ Թուրքիան էլ չի ունենա ԱՄՆ-ի կարիքը Իրանի դեմ։ Այսինքն ԱՄՆ Իսրայել շահերը համընկնում են այն հարցում, որ Իրանը պետք է չլինի այնքան ուժեղ, որ կարողանա Իսրայելին ոչնչացնել, չունենա միջուկային զենք, բայց ԱՄՆ-ն չի ուզում Իրանի լիակատար թուլացումը ի տարբերություն Իսրայելի։